Եվ ինչ այլոց, եկեք այդ բանն էլ, այդ դրանով էլ ենք, չէ, խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանում եք 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ասենք ոնց որ մենք ասենք, ենթադրենք 12 թվից, ասենք նույն շորերով ման գան։ Կանենք մեկը սնենց բան կա, կանենք, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք հա դե լավ այլ ինչ ա եղել։ Մեկը ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտի կանգնող կա։ Ինչ իմաստ ունի։ Սա վերաբերմունք է։ Այս վերաբերմունքը, բայց այդ մենք այս դրվագով ենք նայում։ Հետո այդ վերաբերմունքը արտահայտվում է անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Պետք է դրված էր, չէ՞ խնդիր, որ պետք է հոլովակ նոր նկարահանենք։ Լուծել ենք այդ հարցը։ Այո, պարոն վարչապետ, նման խնդիր դրված է եւ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակը արդեն, որտեղ սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել եւ նաեւ օգտվելով առիթից, պարոն վարչապետ, կուզեի եւս մեկ անգամ իրազեկել նաև մեր քաղաքացիներին եւ այն կառույցներին, որոնք կուզենան օգտագործել օրհներքի ճիշտ տարբերակը եւ կառավարության Կներեք, ովքեր չուզենան օգտվել օրհներքի ճիշտ տարբերակը, դրան պետք է հետևի պատասխանատվություն։ Այո, ճիշտ եք, ձևակերպումս ստույգ չէր, ովքեր պարտավոր են օգտագործել օրհներքի ճիշտ տարբերակը, ինչպես կարող են գտնել կառավարության կայքում կա Հայաստանի մասին բաժին, Հայաստանի մասին բաժնի ներքո ընդհանուր տեղեկություններ են, որտեղ ներկայացվում են պետական խորհրդանիշները եւ շատ հեշտ 1-2 գործողությամբ կարող են կառավարության կայքից, ինչպես ես նշեցի, հասանելի է 6 տարբերակ ձայնագրության, դրանք ներառում են միայն նվագախմբային, միայն երգչախմբային, նվագախմբային եւ երգչախմբային, երկար եւ կարճ տարբերակները։ Եվ այս ձայնագրությունները հասանելի են ու կարող են օգտագործվել կարգով սահմանված դեպքերում։ Շատ լավ, ես YouTube-ում բան չեմ դրել, չկա YouTube-ում։ Տեղադրված է այնտեղ, ուղղակի հղումը պաշտոնական կայքում դրվում է։ Չէ, նկատի ունեմ, ենթադրում եմ, որ նախարարությունը YouTube-ի բանում է, չէ՞։ Այո, պարոն վարչապետ, ես եւ կառավարությունը, ենթադրում եմ, որ դա կա նաեւ կառավարության բանի եւ նախարարության YouTube-ի ալիքներում, այո, ես հեշտ ճանապարհը բացատրեցի, ինչպես գտնել եւ որ տարբերեն նաեւ թե որնա ճիշտը, բայց Տիկին Անդրեասյան, երևի կարգավորում էլ է պետք անել, որ հոլովակները, որոնք ցուցադրվում են, իրանք ինչ որ կարգավորումով պետքա պարտադիր թարմացման նաև կարգավորում, եթե կարող ենք դնել, դնենք, որովհետև հիմա մենք կարող ենք նկարահանել լավ հոլովակ, շատ լավ հոլովակ, բացառիկ լավ հոլովակ, բայց 5 տարի հետո այդ հոլովակը բան է լինելու, ինքը արդեն այդքան լավը չի լինելու ինքնին, ինչքան էլ այսօր լավն է լինի, պետքա փոխվի, թարմացվի ժամանակ առ ժամանակ։ Կարծում եմ նույնը վերաբերում է նաև ձայնագրություններին, պարոն վարչապետ, կարևոր հարց եք բարձրացնում, կքննարկենք պարբերականությունը։ Շատ լավ, խնդրեմ կան դիտարկումներ հարցի վերաբերյալ, չկա ըստ այդմ դրվում է քվեարկության հարց, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։